ՄԱԿ-ի Ժնևյան հարթակում կրկին քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ապահովող շվեյցարական խաղաղ նախաձեռնությունը, սակայն մինչ միջազգային հանրությունը փորձում է երկխոսության ուղիներ գտնել, Ադրբեջանը շարունակում է Արցախում հայկական մշակութային հետքի համակարգված ոչնչացումը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած միջոցառմանը Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ Էրիխ ֆոն Տոբելը և Նիկոլա Վալդերը ներկայացրել են Արցախի հակամարտության կարգավորմանն ուղղված իրենց նախաձեռնությունը։ Այն ստանալով Շվեյցարիայի խորհրդարանի մանդատը նախատեսում է խաղաղության ֆորումի կազմակերպում Ադրբեջանի և Արցախի ժողովրդի ներկայացուցիչների միջև։ Գլխավոր նպատակը տեղահանված հայերի հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ բանակցելն է։ Էրիխ ֆոն Տոբելն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը կենտրոնանում է հենց վերադարձի իրավունքի վրա, մի հարց, որը շրջանցվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրում։ Առանց այս խնդրի լուծման չի կարող լինել կայուն խաղաղություն, նշել է Շվեյցարիայի խորհրդարանականը։ Միջոցառմանը մասնակցող Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կարևորել է քննարկման ներկայացուցչական բնույթը։ Բավականին լավ էր միջոցառումը, տարբեր դեսպանատների ներկայացուցիչներ էլ կային եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ եւ ՄԱԿ-ի որոշ կառույցների ներկայացուցիչներ եւ ընդհանուր առմամբ բոլորս ներկայացրել ենք մեր տեսանկյուններից, մեր փորձառությունից ելնելով Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի անհրաժեշտությունը, հիմքերը, դրա իրականացման հնարավոր մեխանիզմները։ Որպես արցախցիների վերադարձի իրավական հիմնավորում Բեգլարյանը մատնանշել է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը։ Գլխավոր հիմքը մեր վերադարձի եւ մեր ժառանգության ու մեր սեփականության պաշտպանության հենց Արդարադատության միջազգային դատարանի հրամանն է 23 թվականի նոյեմբերի 17-ի, որը պետք է կատարվի եւ որին պետք է հետամուտ լինի միջազգային հանրության ցանկացած անդամ։ Իհարկե առաջնահերթորեն Հայաստանի Հանրապետությունը որպես հենց այդ հրամանի հայցի ներկայացնող կողմ, այսինքն հայցվոր կողմ։ Ոչ միայն Բեգլարյանը, նաև հայաստանյան ընդդիմադիրները մտահոգված են Հայաստանի իշխանությունների պասիվ դիրքորոշմամբ, ըստ նրանց իշխանությունը խուսափում է ակտիվորեն բարձրացնել արցախահայության վերադարձի հարցը, մտավախություն ունենալով, որ Բաքուն հայելային սկզբունքով կպահանջի ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, մինչդեռ դրանք հավասարազոր երևույթներ չեն։ Իրենք ասում են, եթե մենք արցախցիների վերադարձի հարցը բարձրացնենք, Ադրբեջանն էլ ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի հարցը բարձրացնի, բայց Ադրբեջանը այդ հարցը միշտ է բարձրացնում։ Դրանից բացի ադրբեջանցիները այստեղ իրենց տները փոխանակել են, հայերը, որոնք Արցախից փախել են, իրենց կյանքն են կարողացել ընդամենը հետները բերել, այլ բան չեն բերել, դրանք համարժեք չեն։ Բացի դրանից 100 հազարավոր հայեր փախել են Ադրբեջանի այլ քաղաքներից, Բաքվից, Շամխորից, Մինգեչաուրից, Շիրվանից, փախել եկել են Հայաստան, այդ հարցն է պետք է բարձրացնել, հայերի վերադարձը բնորան Նախիջևան պետք է բարձրացնել, հայերի վերադարձը բնորան Գանձակ պետք է բարձրացնել, եթե ինքը կարծում է, որ չխոսի հայերի վերադարձի իրավունքի մասին, ինքը նկատի ունեմ Փաշինյանը, ադրբեջանցիք չեն խոսելու ադրբեջանցիների Հայաստան գալու մասին, չարաչար սխալվում է։ Մինչ միջազգային դիվանագիտությունը փորձում է կամուրջներ ստեղծել, Ադրբեջանը շարունակում է Արցախում հայկական հետքի անխնա ոչնչացումը։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Հովիկ Ավանեսովի խոսքով տեղի ունեցող մշակութային ցեղասպանությունն իր ծավալներով 21-րդ դարի ամենախոշորներից է։ Տարբեր ապօրինի այցերի ժամանակ, երբ որ տարբեր պատվիրակություններ այցելում են օկուպացված Արցախ, այդ այցերից կամ այնտեղ կազմակերպած տարբեր քննարկումների ֆորումներից հետո հաջորդում են վանդալիզմի տասնյակից ավելի դեպքեր։ Վերջին աղաղակող դեպքը տեղի ունեցավ իսլամական պետությունների ղեկավարների այցից անմիջապես հետո, երբ Արցախում աննախադեպ հրդեհներ բռնկվեցին։ Հրդեհի գոտում հայտնվեցին 100-ից ավելի պատմաճարտարապետական հուշարձաններ եւ կրակը մարելու համար ներգրավվեց 620 հրշեջ։ Ավանեսովը սա համարում է միտումնավոր եւ կազմակերպված գործողություն, իսկ երկու անձի ձևական ձերբակալությունը միջազգային հանրության
հանրությանը թյուրիմացության մեջ գցելու փորձ։ Զուգահեռաբար Ստեփանակերտի պատմական Թումանյան փողոցը ծանր տեխնիկայով հողին է հավասարեցվել, տեղը զիջելով այսպես կոչված հաղթանակի պուրակին։ Բաքվի համանուն զբոսայգու նմանությամբ 44 մետրանոցություններով այս պուրակի տրամաբանական շարունակությունն էլ դարձնելու են թանգարանի վերածվող Արցախի Հանրապետության նախագահի նախկին նստավայրը։ Այսպիսով մի կողմից միջազգային հանրությունը Շվեյցարիայի գլխավորությամբ փորձում է հիմքեր ստեղծել արցախայության իրավունքների վերականգնման եւ հայրենիքի վերադարձի համար, մյուս կողմից Ադրբեջանը գործնականում ամեն ինչ անում է այդ վերադարձը դարձնելու անհնար, ոչնչացնելով հայկական քաղաքակրթության նյութական ու հոգեվոր ժառանգությունը։ Նարնե Ղուկասյան, Մերի Դանելյան, Գևորգ Սյանոսյան, Վարդան Պողոսյան, Մարիամ Վանոյան, Reopen Media։